Բարևներս բոլորի սիրելիներս, ինչպես եք։ Ես երկար ժամանակա չկամ YouTube-ում, երևի արդեն 2 շաբաթից ավել է, չէ, ոչ մի նոր վիդեո չեմ տեղադրել։ Վերջինը եղել է Զատիկի վիդեոն, որ տեղադրել եմ։ Եթե ես բացակայում եմ YouTube-ից, իմացեք, որ ես այլ գործերով եմ զբաղված կամ ինձ անհրաժեշտ է մի հատ դադար YouTube-ից նկարելուց, անընդհատ երևալուց, խոսելուց։ Երբ մի ընթացք ես անընդհատ վլոգներ եմ նկարում, մոնտաժում, երևում եմ, պահ գալիս, որ դադար է ինձ անհրաժեշտ, ես պիտի այդ դադարը վերցնեմ, լիցքավորվեմ, որ նորից կամ ներկայանամ ու ձեզ լավ էմոցիաներ փոխանցեմ։ Այսպիսի մի հատ տուփ եմ պատվիրել հագուստ դնելու համար, սրանով առանձնացնում է երկու մասի, բայց կարող ենք նաև հանել ու ինքը դառնա ընդհանուր մեծ տուփ մի տեսակի բաների համար։ Այսպես էլ փակում ենք։ Այ այսպես կամ երկու տեսակի բան կդնեմ մեջը, կամ սա կհանեմ միայն անկողնային պարագաները կդասավորեմ, սավաններ եւ այլն, հա։ Like us. इसी बंद करके मॉल में चलो। Keep on him. I want to see it. Adams. Allez. Sternay. This. I'm taking this. Hey. Kela. Heli. More. Taka. Սապուր եմ պատրաստում այծիկի մսով, արդեն պատրաստ է, հիմա սև բիբարն ավելացնեմ, սև պղպեղը ես ամենավերջում եմ ավելացնում, չնայած մի քանի հատ կլոր ավելացրել եմ, բայց բան է, աղացած է, էլի վերջում եմ ավելացնում, համեմ էլ ավելացնեմ ու պատրաստ է։ Իմիջայլոց սև պղպեղը ես գնում եմ ամբողջական ու աղում եմ, աղացած էլ է պատահել, որ գնեմ, բայց մեր տան ձայներին ուշադրություն մի դարձեք, խառնաշփոթ է, երեխեքը խաղում են պապայի հետ, վաղուց աղացած պատրաստի հենց չեմ գնել, երբ դու ես աղում, բույրն ուրիշ է ու հետո ոչ մի ման գիտես, որ խառնած չի էլի հետը, չգիտեմ, հենց ամբողջահատիկ սև պղպեղն է, մի խոսքով։ Մամա, արի տեսնեք, Ինչ ես անում, ամբողջ օրը անուտուն, եկել ենք Անուի տուն, ինչ ես հիմա անելու դու Անուի տանը։ Very good. It was 5, you said 5, but I make it 4. Եկե։ Look at that, I'm going to put this 2 here. Արեգի համար ձու ենք խաշում, ինձ համար իմ հայկական սև սուրճը, բայց արդեն եռում անջատում, շատ մնաց։ Անուն էստեղ չայ է պատրաստում, կաթով թեյ։
Արի գարի մամայի մոտ լապար։ Ձեր միտուր էդ գիտեք մնում այդ թիթակների կողմը բանան, բանդակը շուրա տալիս։ Լավ։ Սի է բատ բան։ Թիթակների բան։ Թիթակների գերը կթափվի, բավ ինչ պիտի ուտես։ Չէ, լավ։ Տարա քնանցնելու չքնեց։ Հելա, օգունը տանում ա։ Արեք լեմի ժամ քնի արևս, հա։ Ժողովուրդ, ուրեմն կարճ վիդեոներ եմ նկարում, այս կադրում էսպես պիտի անենք, այն կադրում էնպես պիտի անենք, սա իմ հնդկերեն ալիքի համար է եւ ինչպես նաեւ Instagram-ում page ունեմ հնդիկների համար, Հնդկաստանի հետևորդների համար, ճիշտ է այնտեղ շատ հետևորդներ չունեմ, քանի որ երևի 2 տարի առաջ երբ էի Amazon-ի գովազդներ անում, Amazon-ի գովազդների ժամանակ page-ս բացեցի, որպեսզի այնտեղ էլ զարգացնեմ, տեղացիներից հնդկական շուկայում կարողանամ առաջ տանել բլոգս, համագործակցություններ ստանալ եւ այլն, բայց ժամանակի հետ հայ լույսը միացրեց Արեգը, բայց շատ լավ է լուսավոր։ Մի անջատի։ Բայց ժամանակի հետ, բաճան, մի րոպե խոսում եմ։ Ասա։ Մի խոսքով ինչ էի ասում, որ այդ Amazon-ի հետ համագործակցությունն ավարտվեց, հետո ես արդեն բալիկի էի սպասում, Արեգիս էի սպասում, այդպես այդ page-ը տենց մնաց, մի քիչ անձնական մի քանի նկարներ էի դնում ընթացքում, որպեսզի ընդհանրապես չսառի page-ը, ովքեր էլ որ սկսել են հետևել, ոնց որ իմանան, որ այս page-ը ակտիվ է։ Անո, թորա բավաճ կամ կրո պլիզ։ Այդպես Amazon-ից ստացած այդ ապրանքները, հագուստը հիմնականում, հագուստ եւ աքսեսուարներ գովազդելու ընթացքում այդ ժամանակահատվածում, որ էջը բացեցի, 1000 հոգի կարճ ժամանակում 1000 հետևորդ հավաքվեցին ու այդպես հիմա նորից ոնց որ փոքրիկ քայլերով ուզում եմ վերսկսել այդ page-ը վարել ու այդ page-ի համար վիդեոներ եմ նկարում, կարճ shorts-եր, էլի reel-եր այդպես նույն վիդեոները նաև իմ YouTube-յան մյուս ալիքում եմ տեղադրում։ Եթե ցանկանում եք հետևել նաև այդ page-ին, կարող եք բաժանորդագրվել, ես կոմենտներում լինկը կթողնեմ, նկարագրության բաժնում նույնպես։ Այդպես այդ վիդեոներն ենք նկարում, այսօր որ պիտի Անուի տուն գայ, ասեցի լսի մի հատ քո հետ ուզում եմ reel նկարեմ, կարճ վիդեո, բայց այդ վիդեոն տարբեր կադրերից է, էլի բաղկացած լինելու։ Այդ էինք նկարում, միասին գիրք էինք քննարկում, այս գրքի բովանդակությունն էինք քննարկում, այս ու այս ու այդպես ոնց որ մի քանի վայրկյանանոց վիդեո ընդամենը պիտի լիներ, բայց մենք շարունակաբար խոսում ենք, հետո հասկացանք, հիշեցինք, որ նկարում ենք ու պիտի պաուզա անենք ու միասին սկսեցինք ծիծաղել։ Մի խոսքով իրականում երբ ես ու Անուն հանդիպում ենք, մենք սկսում ենք գրքերից քննարկել, իր կարդացած գրքերը, իմ կարդացած գրքերը, ինչ որ մտքեր ենք ասում, կիսվում ենք իրար հետ մտքերով տարբեր ու Անուն մի անգամ ասաց, որ չեմ հիշի հիմա թե որ գրքի մեջ է կարդացել, որ հեղինակն է այդպիսի մի միտք արտահայտել։ Խնդիրներից էինք խոսում ընդհանուր կյանքի, տարբեր մարդկանց կյանքում եղած առաջացած խնդիրներից էինք խոսում ու ասաց, որ մի հատ այսպիսի բան եմ կարդացել հոգեբանական գրքում։ Մի հոգեբանական կենտրոն կա, որտեղ բոլորը գնում են իրենց հոգսերից են խոսում, կիսվում իրենց խնդիրներից են խոսում։ Այդպես հոգեբանն ասում է հիմա բոլորը ձեր խնդիրները, ձեր կյանքում առաջացած այն մեծ խնդիրները, որ մտածում եք լուծում չունեն կամ վայ ինչի ինձ հետ պատահեց, վայ ինչի օրինակ շատ կուզեի այսինչ խնդիր ունենայի, բայց սա չունենայի, ասում եմ մի հատ թղթի վրա գրեք, բերեք դրեք սեղանին բոլորը գրում են, բերում դնում են սեղանին, հետո հոգեբանը խառնում է այդ բոլոր թղթերը ու ասում է հիմա յուրաքանչյուրդ մոտեցեք ու մի թուղթ վերցրեք, բայց ձեր խնդիրը չի ընկնելու ձեզ ու ինչ խնդիր որ ընկած լինի, գրված լինի այդ թղթի վրա, դա փոխարինվելու է ձեր խնդրով։ Այսինքն այն խնդիրը, որ դուք ունեիք, կչեզոքանա, էլ չի լինի ձեր կյանքում, բայց այս խնդիրը ինչ որ գրված է թղթի վրա, գուցե ընկերոջդ խնդիրն է, մյուսինն է, դա կլինի արդեն քո խնդիրը։ Գալիս են վերցնում են այդ թղթերը, ով
ով բացում է իր թուղթը, կարդում է մյուսի խնդիրը, հրաժարվում է դրանից, ասում է չէ, ես իմ խնդիրն եմ նորից ուզում, ես չեմ ուզում այս խնդրը վերցնեմ, ես չեմ ուզում այս խնդրը լինի իմ կյանքում, ես չեմ հրաժարվում իմ կյանքում եղած խնդիրներից, ես դրանք ավելի հեշտությամբ կլուծեմ, քան այս խնդիրները, որ դրված էր սեղանին, քան մյուսի խնդիրները։ Մի խոսքով հետաքրքիր ինչ-որ բան էր, որ իհարկե բնականաբար աշխարհում չկան մարդիկ, ովքեր չունենան խնդիրներ, խնդիրներ իրենց կյանքում, մեկն ունի առողջական խնդիր, մյուսն ունի ֆինանսական մեծ խնդիրներ, մյուսն ունի շատ մեծ կորուստներ իր կյանքում, ընտանիքում, մարդկային կորուստներ, շատ ֆինանսական ընդհանրապես խնդիր չունի, բայց ունի մարդկային կորուստներ։ Մարդկա ամեն օր աշխատում, տքնում, ջանք հադնում ամեն օրվա հացի համար, բայց իր ընտանիքում ամեն բան կարգին է, համերաշխություն, սեր է տիրում, երեխաներն առողջ են, ոչ մի կորուստ չունեն ընտանիքում, բայց իրենք էլ ֆինանսական խնդիր ունեն։ Այսպես սիրելիներս, բոլորիս կյանքում կան խնդիրներ, շատ ժամանակ գուցե տեսնենք կողքի մարդուն կամ հիմա սոցիալական կայքերում չէ, ավելի հաճախ տեսնենք, չգիտեմ, շատ իդեալական պատկերներ, նկարներ, չգիտեմ ինչեր, ու մտածենք, վայ, ինչքան անդարդ է այս մարդը, ընդհանրապես դարդ չունի, երևի խնդիր չունի, կամ ինչ ապահովված է ապրում, էլ ինչա պետք իրան, այ ես էլ շատ կուզեի բան, բայց մենք երբեք չգիտենք այդ մարդուն էլ ինչա պետք, այդ ինչա պակասում այդ մարդու կյանքում, գուցե ինչ-որ շատ խորը ցավ ունի իր սրտում, որ այդ ոչ մի, չգիտեմ, ֆինանսական մեծ հաջողություններն էլ այդ ցավը չեն փարատում, որովհետև դա ավելի արժեքավոր է իր համար։ Մի խոսքով սիրելիներս, բնական է, դա մարդկային է, մարդուն բնորոշ է, որ տեսնի մյուսը, չգիտեմ, ինքը նեղ վիճակում է, մյուսն ավելի լավ վիճակում է, ու արդեն, չգիտեմ, մտածի, ես էլ կցանկանայի այսպես լիներ, այնպես լիներ, կամ իմ ամուսինն էլ այսպես լիներ, իմ կինն էլ այսպես լիներ, երեխաս խնդիր չունենար, չգիտեմ, ամուսինս ավելի հաջող աշխատանք ունենար եւ այլն, ինչպես օրինակ մյուսինն է, բայց մյուսներն էլ գուցե ունեն այն ինչ դու չունես, բայց չունեն այն ինչ դու ունես։ Իսկապես այդպես է։ Դրա համար պետքա շնորհակալ լինել ամեն օրվա համար, այն ամենի համար, ինչ ունենք, ինչին կարողանում ենք հասնել, մեր երեխաների համար, մեր ընտանիքի համար, չգիտեմ, երջանկությունը ինձ թվում է ընտանեկան ջերմության, սիրո մասին է։ Երբ երեխաներդ առողջ են, կողքիդ են, երբ կարողանում ես իրենց կերակրել, չունես հացի խնդիր, ունես տանիք գլխիդ, չգիտեմ, իսկապես պետք է գնահատել, շատ ժամանակ գուցե չենք գնահատում, դա էլ է մարդուն բնորոշ բան, որ երբ որ ամեն ինչ լավ է լինում, չես գնահատում, հետո արդեն ինչ-որ մի բանից, որ զրկվում ես, գնահատում ես։ Հասարակ մի բան, երբ որ օրինակ շատ առողջ ենք, սովորական, հա, չենք հիվանդացել, հիվանդ չենք, գրիպով հիվանդ չենք, բարձր ջերմություն չունենք, մարմինը չի ցավում մեր, կոկորտացավ չունենք, այդ զզվելի կոկորտացավը, որ ես տանել չեմ կարողանում, մտածում եմ, ես ասում եմ ավելի լավ է ես ջերմություն ունենամ 2-3 օր, քան կոկորտացավ ունենամ, առավոտյան արթնանամ այդ վատ կոկորտացավով, երբ չունենք այդ խնդիրը, սովորական ապրում ենք, գուցե այդքան չենք գնահատում, արդեն դա նորմալ է դարձածին, չեն գնահատում այդ մեր առողջ վիճակը, ասում ենք, դե բա պիտի առողջ լինենք, էլի, բայց հետո երբ շատ վատ վիրուս ենք տանում, օրինակ շատ վատ հիվանդանում ենք, բրոնխները լցվում է, տաքություն եւ այլն, ամբողջ օրը հազ, փռշտոց եւ այլն, ասում ես, վայ ես երբ պիտի լավանամ, չգիտեմ, ավելի լավ ինձ գամ, այս կանեմ, այն կանեմ, այդպես է։ Երբ որ մի բան ունենում ես, դա արդեն սովորական է քեզ համար դառնում, ու հետո կորցնելուց հետո ես գիտակցում, որ վայ, ես շատ թանկ բան էր, էլի, կորցրեցի, ինչ որ չէի գնահատել ժամանակին, երբ որ դա ունեի։ Նույնն էլ մարդկանց հետ հարաբերություններում, երբ որ մարդուն շատ ես շահագործում, երբ որ քո հանդեպ շատ լավ է լինում, բայց դու չես գնահատում, շահագործում ես անընդհատ, հետո այդ մարդը հեռանում է քո կյանքից, սովորում ես էլի այդ մարդու ներկայությունը, ասում ես դե պիտի անի էլի, իր պարտականությունն է, դե լավ, հա, պիտի անի, բան կամ ինչ է անում, որ արած ինչ է եւ այլն, տարբեր տեսակի հարաբերությունների մասն է խոսքը, հետո այդ մարդը երբ որ հեռանում է քո կյանքից, նոր դու իր բացական զգում ես ու սկսում ես վերլուծել, հիշել, ասում ես, այ եթե հիմա հետ գար, ես էլ այդպիսի բաներ չէի անի, իր հանդեպ այդպես ված չէի վարվի, չէի ցավեցնի եւ այլն եւ այլն։ Մի խոսքով սիրելիներս, ինչից առաջացավ այս խոսակցությունը, սկսեցի երկար խոսել, որ
երբ ես ու Անուն հանդիպում ենք, մեր կարդացած հոգեբանական գրքերից մեջբերումներ ենք անում, քննարկումներ ենք անում, շատ լավ հավես քննարկումներ ենք անում։ Ես սիրում եմ խորը զրույցներ, այդպես չգիտեմ, այդ առօրյական, սովորական կենցաղային զրույցներ այդքան էլ չեմ սիրում վարել, որովհետև հետի հենց մեր առօրյան, մեր կենցաղն է, դրանից դուրս ինչ որ բան ես ուզում, էլի, հետաքրքրություն ես ուզում։ Ես էլ գրքերի հետ սեր ունեմ, ինքն էլ ունի, ես ասում եի, որ ես մեղավորության զգացում եմ հիմա ունենում, երբ օրինակ ինչ որ ժամանակ ուզում եմ տրամադրել գիրք կարդալուն, մտածում եմ, ես օրինակ կարդալու փոխարեն ինչ մի գործ կանեի եւ այլն, ինչը որ ավելի օրինակ եկամտաբեր է ինձ համար։ Անուն էլ ասում էր օրինակ հոգեբանական պահը իմ մոտ էր, ես էլ ունեմ նման զգացողություն ու դրա համար շատ ժամանակ ասում այսպես գիրքը կարդալու փոխարեն ես այդ գրքի on-line տարբերակն եմ կարդում համակարգչի առաջ, որպեսզի այն զգացողությունը լինի, որ ես համակարգչով եմ ու ես գործ եմ անում, ինչ որ մի բան անում եմ, ես աշխատում եմ, էլի, ասում տես հոգեբանական պահը օրինակ դա էլ, նույն գիրքն ես կարդում, բայց on-line հարթակում ու համակարգչով քեզ թվում է թե դու քեզ մեծ բան թույլ չես տալիս, համակարգչով ես կարդում, այլ ոչ թե հանգիստ, պարկած, քեզ համար, չգիտեմ, գիրք ես կարդում։ Ես իմ տարբեր հետաքրքիր զգացողություններ մարդկային, մարդուն հատուկ։ Իմ վիդեոն նկարեմ, այն կարճ վիդեոների համար, հեսա իմ զայրատկանն էլ նստում է հիմա, քանի չի նստել մի հատ արագ դա էլ նկարենք, դե ես ձեզ այստեղ ասեմ հաջողություն, կհանդիպենք մյուս վլոգի շրջանակներում, լավ մնացեք։